Ձեր եղբայրն եմ Տեր Հիսուս Քրիստոսով Մարտոնում ծնված մեծացած վերջի 23 տարին Հայաստանից դուրս ենք։ Յարոսլավում, Կալմիկայում, ես վերջերս Մոսկվայում ենք, այսպես ասած հանգրվանել, վերջի չգիտենք ինչ անելու։ Բայց ամենաթանկագին հույսը, որ վերջը մեր Տեր Հիսուս Քրիստոսի գրքում կլինենք։ Փառավորվի Տիրոջ անունը, Տերը թող օրհնի ձեզ, ամեն մեկիդ անուն առանուն Հիսուս Քրիստոսը ճանաչում է։ Եվ յուրահատուկ սիրով սիրում է փառ Տիրոջը։ Յուրահատուկ։ Ես չգիտեմ շատ սիրել եմ, բայց գիտական կարգով ասում են, որ երկնքից իջած ամեն մի փաթիլը ձյան տարբեր են իրանից։ Այդպես է, հարցուն ախպերը լավ գիտի, մեր օրհնի։ Ուրեմն պատկերացնում եք, եթե երկնքից իջած փաթիլները, որ են գնում են գետին, երբեմն շուտով հարվում վերանում են, Աստված ամեն մեկին տալիս է յուրահատուկ կառույց, բայց ինչքան ավելի մեծ փառ Տիրոջը։ Տերը թող օրհնելով օրհնի ձեզ, դուք հրաշք եք, հրաշալիք, օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռագիրը փառք իրան։ Մենակ թե մնանք հավատքի մեջ հավատարիմ, որպեսզի ինչպես եղբայրներս քարոզեցին, որ Հիսուս Քրիստոս այդ ինչ ճանապարհ է պատրաստել մեր համար, որը շատ գեղեցիկ է, թեպետ կարող են մի նեղված կա, բայց շատ երանելի է, որտեղ վերջը փառավոր է, օրհնյալ լինի Տիրոջ։ Ես սիրել եմ, ուրեմն եղբայրները, որ խոսեցին նեղության մասին, ես ուզում եմ մի քիչ այդպես ասած ակնարկեմ այդ մասին, մենք մարդ ենք, շատերս չենք սիրում նեղության մասին լսելը։ Դες չի, նեղության մասին համար ինչ գործում եք, առանց այդ չարչրված ժողովուրդիկ, բայց արեք տեսեք սիրելներ, նեղությունը պետք է մեզի։ Համոզված եք, որ պետք է մեզ նեղությունը։ Ինչ անում ես նեղությունը, ինչ անում, դնում ես փառք Տիրոջը։ Մի հատ հետաքրքիր են արտադրոցի կտաս ախպեր։ Ուրեմն տեսեք սիրելներ, ես չգիտեմ ինչքանով կստացվի այս պահը, բայց կուզեմ որպեսզի մենք գոնե կարողանանք մոտավորապես պատկերացում կազմենք, այսքան մի շատ նախանձում ես։ Կներեք, մի քիչ։ Ուրեմն մենք այս թուղթը, անձեռնոցիկը, ինչքան էլ պայմ չի ստացվում, որ իրան զգաց կանգնեցնեմ էլի, չէ՞։ Բայց ուզում եմ մի հատ այդպես ասած էքսպերիմենտ անել։ Ընդամենը տրորեցինք։ Հիմա ուզում եմ բացենք, տենանք ինչքանով հիմա այս անձեռնոցիկը այսքան կկանգնի գոնե։ Տենում եք։ Այսինքն ինչի հաշվին կանգնում է, կանգնում է։ Հələ տեսեք քանի հատ կոտրված կա վրա։ Այս կոտրվածների հաշվին ինքը կարում է կանգնի։ Սիրելներ։ Դրա համար ես ուզում եմ փոքր այսպես ասած այս էքսպերիմենտալ բանը տեսնենք մենք բոլորս ու նեղություն բառից չնեղվենք։ Նեղությունը դա մեր օգնականն է։ Փառք Տեր Հիսուսին։ Ամեն։ Այսինքն մեր կյանքի ամեն բավարարոտ այսպես ասած նեղությունը, ջարդվածն ու կոտրվածքը մեզ ավելի կանգուն է անում կյանքում։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Դուք բիբար, պամիդոր, վարունգ մշակում եք, չէ՞։ Որն ավելի լավ, այն որ արևի անձրևի տակ է մեծացել, թե որ պառնիկի մեջն է մեծանում։ Երբեմն լինում են հավատացյալներ, որոնք պառնիկում են մեծանում, ջերմոցում։ Այն մարդիկ չեն սիրում անձրև, դրանք սիրում են, որ ցնցուխով իրաց չերեն։ Բայց մեկ է տարկուտ է, սիրելներ։ Դրա համար Տերը օրհնի, մենք պետք է ուրախ լինենք այն ամեն բանի համար։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից մի հատ համար հիշենք, հարազատներ ջան։ Սա գրված է Առաջի թուղթ Պետրոսի, ուրեմն 4-րդ գլխի 12 համարը եւ 13-ը կարտա։ Սիրելիներ, օտար բան մի համարեք,
այն նեղության բորբոքը, որ ձեզ փորձելու համար կլինի, որպես է օտար բանը ձեզի հանդիպած է, հապա ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարաններուն հաղորդ եղած եք, որպեսզի անոր փառքի հայտնելու ատենան ցնծությամբ, ուրախությամբ, եթե Քրիստոսի անվան համար նախատվիկ, երանելի եք, վազի փառած եւ զորության ասոքին ձեր վրա հանգչած է, օրդյալին Տիրոջ անունը։ Հաճախակի, երբ որ նեղության մասին նեղություն, անեղություն, երբ որ մենք չենք հասկանում այդ նեղության հետևում եղած օրհնությունը, երբ որ մենք չենք դնում, թե Աստված այդ ինչ օրհնություն է պատրաստել մեզ այդ նեղությունից հետո, մենք տանջվում ենք, մենք նեղվում ենք, մենք գճվում ենք, հուսահատվում ենք, բայց Աստված սիրել է մեզ ուզում է պատրաստի։ Եվ որ մարդիկ օրինակի համար մի, այսպես ասած, ջրագիծ են անում կամ վերջը ատապլենի ջեռուցման, այդպես ասած սիստեման մարդիկ երբ որ տեղադրում են, սկզբից մինչև շահագործել ինչ են անում, մի հատ ճնշում են տալի, փորձարկում է, երով ախորս, փորձարկում է, որցի տենան այդ եղած սիստեման, կպահի, թե չի պահի գործարքի ժամանակ, հիմա Աստված այս երկրավոր կյանքի օրերի մեջ մեզ կանչել է, որպեսզի մեզի փորձի եւ մենք ընտիր գտնվենք, որպեսզի կենաց պսակը առնենք։ Կյանքի պսակը, որ Պողոս առաքյալն ասում է, ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց է պատրաստված, ովքեր սիրում են Հիսուս Քրիստոսի հայտնությունը, Տիրոջը։ Սրտանց ասենք։ Նարժանյա, ժողովուրդ ջան, հրամանները թող զորացնի մեր սրտերը։ Ես ուզում եմ մի հատված իրար հետ հիշենք Սուրբ Գրքից, ովքեր կարդացել են, կհիշեն, ովքեր չեն կարդացել, խնդրում եմ թող տեղեկանան։ Գրված է Մարկոս ավետարան 10-րդ գլխի 46 համարից։ Սա մի դեպքի մասին է, եւ որ Տեր Հիսուս Քրիստոսը իր աշակերտներով եւ մեծ բազմությամբ անցնում էր Երիքով քաղաքով եւ այնտեղ նստած էր մի կույր անձնավորություն, իցնե կույր էր Բարթոմեոս անունով։ Ասում է Երիքովով երբ գելներ աշակերտներով եւ շատ բազմությունով Տիմեոսի որդին կույր Բարթոմեոսը ճամփունքով նստած է մուրալու ու երբ լսեց, թե Հիսուս Նազորեցին է, սկսեց աղաղակել սեր, Հիսուս, որդի Դավթի, ողորմե ինձի։ Եվ շատերը կհանդիմանեին զանիկա, որպեսի լռե, բայց նա ավելի կաղաղակել, որդի Դավթի, ողորմե ինձի, օրդյալինի, Հիսուս Քրիստոսի անունը սիրելներ։ Եվ Հիսուս Տերը փառավորվի այդ պահին կանգ առավ, ասես բերեք իմ մոտ, եւ որ ասին հելիք ես կանչում, ասում է թողեցի շորերը, եւ Հիսուս կանգ առավ սա, որ զանիկա կանչեն, կանչեցին կույրը սավ անոր, կույրը ու ըսին անոր, քաջ եղիր, ելիր քեզ կկանչե, եւ անիկը իր հանդերձները ձգելով ելավ ու եկավ Հիսուսին, եւ Հիսուս պատասխան տվավ անոր ըսավ, ինչ կուզես քեզինեմ, կույրը սավ անոր, Ռաբունի, որ աչքերս բացվին, փառավորվի Տիրոջ անունը, եւ Հիսուսը սավ անոր, գնա, քո հավատքը քեզ բժշկեց, եւ շուտ մանոր աչքերը բացվեցան ու ճանապարհ Հիսուսի ետևեն երթար։ Փառավորվի Տիրոջ անունը, ես անկեղծ ասած երկար տարիներ կարդում եմ այս Սուրբ Գիրքը եւ ամեն անգամ Սուրբ Հոգին բացում է։ Մենք այսօր եկել ենք, լավ ենք արևոր եկել ենք, Տերը ձեզ շատ օրհնի, բայց մի ավելի կարևոր բան կա։ Եթե եկել եք լուրջ, տրամադրված հավատքով,
որ այսօր Հիսուսից առնեք, Հիսուսին ձեր հետ տանեք ձեր տները, ձեր ընտանիքները, որ կարող է մինչև պաշտամունքի գալ եղել եք ուրիշ մարդ, բայց պաշտամունքից է պետք ձեր դրեցիք ձեր չճանաչեն։ Այսինքն ոչ թե մեր դիմակը ձերը պիտի փոխվեն, այլ մեր կյանքը, մեր վարքը, մեր վերաբերմունքը, մեր խոսակցականը, մեր նիստուկացը, Տերը թող փառավորվի։ Ուրեմն տեսեք սիրելիներ, ես տեղ ասենք ինչքան կարևոր բան կա, նկատենք պետք է։ Ասենք Բարթոմեոսին ասել էին, ձեր հետ Հիսուս մնա, ու այս մարդը խեղճնա դեմ ուր հասկան մարդ ու իր մարդ, ումը ինչ կարար հակառակվեր։ Ասել է Հիսուս մնա, ձեր հետ կդրի, յանի Հիսուսի բանը գործ չկա, քեզնով պիտի զբաղվի, բայց ինքը ավելի աղաղակեց, փառտիրոջը, են չեմ ասում, լավ են կարել, որ եկել ենք, բայց պիտի նաև աղաղակենք Հիսուսին, որովհետև Բարթոմեոսը խորը հավատքով հասկացավ, սա իր միակ միջոցն է, միակ հնարավորությունը, կարող է վաղը այդ հնարավորություն ինքը չունենա, փառտիրոջը, եւ որ ես ու դու գալիս ենք Տիրոջ առաջ, պետք է իմանանք, որ սա իմ ու քո հնարավորությունը, մենք անպայման պետք է առնենք իրան, օրդյալ ինի Տիրոջ անունը, հարկ իրան սիրելներ, որտեղ մի ժամ հետո վաղը կարող է չտրվես հնարավորությունը, ինչ որ այսօր ես ունեմ։ Եվ Բարթոմեոսը օգտագործեց իր հնարավորությունը։ Եղբայրը քիչ առաջ հիշեցրին անձնավորության, որը 12 տարի առնահոսության տառապել է։ Ընդեղ մի ավետարանում շատ մանրացնում, որ մարդը այդ կինը հավել ճիշտ։ Իր ունեցվածք, իր գումարը, փողը, հարստությունը դեռ տվել էր բժիշկներին։ Էլ ոչ առողջության հույս կար, ոչ էլ փող կար, չկար ոչ մի բան, բայց ես օրինակի համար չեմ կարող հասկանամ այդ պահը, ինչ ուժեր այդ կնոջ մեջ, այդքան հուծված, հալից ընկած, այդքան մարդկանց այդ մեծ բազմությունը ճղեց անցավ մեկ կերպեր կմնեն փեշի Փառտիրոջ է սա հավատ կա սիրելիներ եւ նույնպես Բարթոմեոսը հավատացավ որ այս պահը եթե ես թողեցի էլ իմը չի եւ ինքը առավտելիս Փառք ասենք Տիրոջը Հուրեջան Տերը թող զորացնի մեզի որպեսզի մենք ամբողջանանք ավետարանի խոսքի հետ որպեսզի Տիրոջ փառքը լսեք այդ մարդը Բարթոմեոս ասենք այդ առաջ անգամ չէ լսեց Հիսուսի մասին նա լսել էր արդեն նա գիտեր ով է Հիսուսը նույնիսկ ազգաբանությամբ դիմում Դավթի որդի նա գիտեր որ Հիսուսն է Դավթի ցեղից է բայց հավատացել էր որ Աստծո որդի է նաև որ կարող է իրեն փրկել բժշկել օրդյալ ինի Տիրոջ անունը դրա համար Տերը թող մեր բոլորիս հավատքը ամրացնի ավետարանի խոսքին ավետարանի կյանքին որպեսզի մեր կյանքի բոլոր այդ ասած ինչ որ մենք նայեցին թղթի օրինակով ինչքան էլ ջարդված ինչքան էլ կոտրվենք ինչքան էլ մեզի տրորեն ինչքան էլ կյանքի քամի մեզի այսպես ասած շարժի երբեք մենք մեր արմատից չփոփվենք օրդյալ է Տերը ամեն Փառավորվի Տիրոջ անունը ժողովուրդ ջան մենք օրինակի համար ասենք հոբի մասին շատ անգամ խոսում քարոզում ենք հոբի մասին գիտեք չէ հոբ երանելի կոչված անձնավորությունը ինքը շատ առապանք ապրեց ես բնական է ժամանակի պատճառով ես չեմ անդրադառնալ նրա ամբողջ ընթացքին բայց Սուրբ ոգին էլ որ բացել է մեզի փառավորվի Տիրոջ անունը թե ինչը պահեց հոբին որ հոբը մնաց Տիրոջ հետ հավատարիմ ճիշտ է վիճակից ընկավ ինչ որտեղ բայց հավատքից չընկավ իր հավատքը մնաց կանգուն
Արտուր ախպերս իշեցրեց հոբի խոսքերը, թեև նա ինձ իսպանի է, ես նրան պտի հուսամ։ Սա հավատք թե չէ։ Սա հավատք է, որ թեև նա ինձ իսպանի է, այսինքն ֆիզիկապես սպանի։ Այդ մարդը կյանքը ֆիզիկական մարմնի մեջ չէ տեսել, այլ կյանքը Աստծո մեջ, եթե ես ֆիզիկական մարմին եմ սպանի, միևնույն է իմ սերը իր հանդեպ չի փոխվի։ Նա իմ Աստվածն է։ Եվ նրան ինչը կանգուն պայծրել է։ Ասեց, երբ որ Իրակինը մոտեցավ այդ ամեն տառապանքից հետո, երեխեքը չկային վերջ այդ ամեն նեղություններից հետո, Ին ասեց, հելը ասում էլ անարքիների բացի։ Ասեց, միթե կարելի է բարիքն ընդունել, չարիքը չընդունել։ Ասեց, մեկ եմ եկել այս աշխարհ, մեկ եմ պետք է գնամ այս աշխարհից։ Եղբայրներ քույր ջան։ Եվ այս հավատքը, որ ես այս աշխարհը ոչինչ չեմ դերի մեջ։ Եվ ցույց է տալիս, որ այս մարդի սիրտը ոչ մի բանի հետ կապված չէ։ Այսօր եթե դու գեղեցիկ ես, եթե դու առողջ ես, եթե դու գրագետ ես, եթե դու ֆինանսավորված մարդ ես, չգիտեմ, տիտղոս ունես, հեղինակություն ունես, այդ ամենը Տերն ա տվել։ Թե ուրիշ մեկը։ Տերն ա տվել, փառք իրան։ Այնպես չէ որ մենք ծնանք մի անգամից տիտղոսով ծնանք։ Հեղինակությունով, չգիտեմ ես ինչով։ Տերը տվել է քեզ, Տերն է երկուսիկը վերցնի։ Հիմա հետաքրքիր մի օրինակ ասեմ։ Ձեր հարևանը ձեզի վստահում է, ասում է հարևան ջան, ես մի ամսով հետում եմ հանգստանալու։ Ողջով բերում իր տան ոսկին, բերում տալի, ասում եմ, բայ ախպեր ջան, մինչև այդ հանգամ կտաս։ Հետում է մի ամիս մարդը հանգստանում է, հետա գալի, Կամ ասեմ Սեդրակ ախպեր ջան, եմ ողջեմ ողջվեցի, դուր, Սեդրակ ախպերը վերցին եղան ասի, այդ ամենու բանին այ ախպեր ջան, համ տվել ես, համ եկել ես տանում ես, նորմալ կլնի, հիմա նորմալ կլնի, և որ Աստված իրատվածը վերցում է, ու մենք խռովում ենք Աստծուց, մենք խռովում ենք, մենք նեղվում ենք, վիրավորվում ենք, հետեց Աստված երենցի պեչի, իմ սրտի սիրելին պոկես տարավ, ականջիողը ասենք մատանին, ես չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ, Տերը թողորդնից ես, ասենք Տիրոջ սիրո վրա երբեք մի կասկածեք, փառք իրան, որտեղ մենք ընդունել ենք, որ նա մեր Տերն ու Աստվածն է, ընդունել ենք, որ նա մեր հայրն է, ընդունել ենք, թե չէ, ճիշտ ենք ասում, երկինքի Տերը լսում է, հիմա եթե քո հերն է, պարտադիր է, որ քեզ մի հատ ավտոտա նոր դու իրան հավատաս, ասես հեր ջան, դե որ դու ինձ ավտո հետ չես տալի, էլ ինչ են ընձի, կլի դես բան, մենա ջան, չի, Տերը զորացնի մեզ, ինքը իմ հերն է, Ժորժան, ես էլ ինչ-որ չափով իմ տառապանքի բաժնով եմ անցել, անցնում եմ, վերջապես ժամանակը չգիտեմ ոնց է, թե վկայություն ասեմ սիրելներ, 20 թվականին կորոնայի ժամանակ 40 օր ես տառապանք եմ ապրել, մահամերձ, այսպես ասած 40 օր պետք է մեռնեի ու չէի մեռնում, 40 օր ամեն օր իմ վերջի օրը կարծես տերներ, ամեն օր Սուրբ Հոգին ինձ է խոսում էր, ես 20 օր չեմ կարացել խոսամ, 20 օր չեմ կարացել խոսամ, 15 օր ընդհանրապես ոչ մի կերակուր չեմ կերել, 15 օրվա մեջ 25 կիլոից ավել քաշը թափել էր, կողակից տակինս է, ուրեմն ինքներ իմ կողքի պարկել է վանդանոցում, և որ ես սենց զիվազելած էտում էի դուրս, ընդեղ գործանող մարդիկ այն աշխատող սկաֆանդրով,
վերջը արդեն մորուքը սաճել էր, վերջը մի սարսափելի տեսարան, որ կնոցանում է այդ քո հերն, ասում է, դա գոյացեց։ Այդ տառապանքի ճանապարհին սիրելիներ, անցանք վերջը փառք էր Հիսուսին, Սուրբ Հոգին եւ ինչ-որ ինձ խոսացել է տարիների ընթացքում, այդ օրերի մեջ էլ նույնն էր խոսում, ուրիշ բան չէ։ Ասում եք, ես քեզ հետ կլինեմ նեղության մեջ, քեզ պիտի պահեմ, քեզ պիտի վերջապես երկար օրերով միշտացնեմ եւ իմ փրկությունս քեզ պիտի ցույց տամ։ Եվ որ ես խոս եկավ, ասի, ուրեմն այդ հարուս վախտը չի։ Այս նեղության ճանապարհները թղթի, այսպես ասած օրինակով, այդ ջարդվածները, այդ կոտրվածները մեզի կանգուն այս փառավորվի Տիրոջանով։ Վերջը տեղափոխվանք Մոսկվա 6 տարի, 5 տարի առաջ գնացինք մի հատ գրուզավոր գազելը, որ աշխատեմ։ Վերջը գործից եկա հուբարի 10-ներ, հաջորդ օրը պետք աշխատեմ, ժամը 1-ին, 1:30 էր մեծ տղես եկեղեցու աղոթքատնից գալիս է ճանապարհին, տենում է բաժարմիները, չես, սաղ հավաքվել էր, հագել էր սաղ փողոցը, գալի տենում է գազելը վառը պրծել է։ Զանգել է պապ ասում է մի բան ասեմ, հանկարծ չներվես, ասի ինչ պետք ասեմ, որ ես նեղվեմ, ամեր գազելը վառը պրծել է, վառը պրծել է, գնաց տենան բաժարմիները, շլանգները հավքում են, արդեն դեթան։ Հիմա դասը փարտիրոջ իրականում դերը տվետ են տարել է, փառավորվի Տիրոջանում է։ Միջայելներ կան սպասում են իմ ռեակցիան ինչ պետք է լինի, ես չգիտեմ թե խառնվեմ իրար, ուշաթափվեմ, վերջը։ Ես չեմ ասում էդի ամենամեծ փորձությունն է, եղբայրներ ունենք Տամբովում, ավելի ծանր, ավելի թանկարժեք միլիոնավոր ավտոներ, այսպես ասած, քան հատ է բառը։ Վերջը, այդ եղբայրները փարտիրոջ, էլի Տիրոջ տան մեջ են։ Տերը ձեզ շատ օրհնի, ժողովուրդ ջան, որպեսզի մենք այդ ասած նեղություն բառից հանգարցակի չվախենանք, նեղությունը մեր օգտի համար է, որպեսզի մեր սիրտը միանա Հիսուսի։ Մենք եթե ձեզ փառվենք Հիսուսի ոտերին, ասեմ Հիսուս ջան, առանց քեզ ես ապրել չեմ կարող։ Այդ գազելս որ վառվեց, Արսենը մեր Արծրուն աղբոր փոքր տղեն է, մենք շատ մտերիմ շփվում ենք իրար հետ, մենք էլ որ լսել էր ասում է տենաս վաչիկ աղբեր երեք ինչի մասին է քարոզել։ Այնպես ասած դրա առաջին օրը Սոլիշնագորսկում մեզնից մի 100 կիլոմետր հեռու ես ծառայության գնում գալի վերջը ժողովրդային այն։ Իրոք խոսում էին մասին, որ Հռոմեացիս 10:35-ում երև 10:34-ից սկսում, որ ասում է ձեր ստացվածքի հափշտակություն էլ վերջը, նեղություն էլ կրեցիք, Պողոս Առաքյալն ասում է ձեր ստացվածքի հափշտակություն էլ ուրախությամբ ընդունեցիք։ Ու ճիշտ է, իմ ստացվածքը չէին հափշտակի, բայց բաժանը գավ արմապացել։ Վերջը, Տերը թող փառավորվի մեծարվի ժողովուրդ ջան, որպեսզի ասեցի իրոք հաջորդ օր ասե Արսեն ջան, իրոք ես եմ քարոզել։ Երևի էլ պետք է որպեսզի մեր քարոզ իրականանա։ Տերը թող փառավորվի մեծարվի, փառք Տեր Հիսուսին։ Ժողովուրդ ջան, ոչ մարմինը, ոչ արյունը, ոչ ֆիզիկականը, ոչ ֆինանսականը երկինք չի մտնում։ Մենք մի բաներա չենք տանիստիս մերեք։ Նոր ուխտում նույնպես Պողոս Առաքյալն է քարոզում։ Այդեղ Հոբն ասում է մեր եկել է մեր կեթա մեզ աշխարհից, Պողոսն ասում է ոչինչ չենք բերել մեր հետ, հայտնի է ոչինչ չենք տանել։ Դու այսին բոլորս համար պարզ է, չէ՞ որ հեռու տնից տեղից բոլորս էլ տեսել ենք, որ ինչքան մարդիկ հետո գնացել են։ Ոչ թե ոչ բան չի տանում, բայց հանգարցի, չգիտեմ ինչի ես մտածում եմ, որ ես կարող եմ երկու բան տանեմ հետս։ Մեկը չի լինում։ Իզուր տեղ զուր հույսեր չփայփայենք, մեր ժամանակը չկորցնենք, Տերը թող օրհնի ձեզ, մեր ժամանակը ծառայի, մեր փառավոր փրկչի սերը վայելելու մեջ, ամեն։ Ես չգիտեմ ով ինչքան ժամանակ է դարձել Տիրոջը, բայց մի հորդորական աղաչանք եմ անում ձեզ։ Երբևիցե
գլուխները չկախեք մեղքի առաջ, գլուխները կախեք Տիրոջ առաջ, խոնարհվեք Տիրոջ առաջ, երբեք չկասկածեք Տիրոջ վրա, նույնիսկ մեղք ես գործել, արի Տիրոջ առաջ, հանկարծակի թույլ չտաս, որ քո ներսի միտքը քեզի խաբի տանի, ասի դու արժանի չես, երեք մեղք ես գործել, որ եկել ես աղոթք ես անում, իմացի, խաչված եւ հարության Հիսուսը ամեն օր, ամեն վայրկյան քեզ սիրում է։ Ամեն օր, ամեն վայրկյան, անկախ քո վիճակից նա քեզ սիրում է։ Փառք Տիրոջը։ Տերը թող զորացնի, որովհետեւ սիրելիներ, եթե նա մեզի որպես ծնող սիրտ է տվել մեր երեխուն սիրելու անկախ նրա կարգավիճակից, մեր երեխեքն չէ մեզի ցավցնում են, հեն ժողովուրդ ջան, մեր երեխեքը մեզի արցուն պատճառում են, լու թե չի լու, ինչ եք անում, թշնամանում եք, լու մատես բան, որ պախկվես ռան հետև տղետ ներս մտնի չոտ ասկան, որդև կեզ չի լսել, գլինես բան, չէ, չես թշնամանում քո երեխաներ, որտեղ դու սիրում ես, այսինքն Աստված այդ ծնողական, հայրական, մայրական կյանքը դրել է քո մեջ, եթե քո մեջ կա, բա իր մեջ ինչքան կա։ Փառք Տիրոջը, դրա համար երբեք հանկարծակի օտար միտք չընդունեք եւ դուրս չմնաք այս փառավոր ճանապարհից։